Պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն էր համախմբել, ներկայացնելու Հայաստանին վերաբերող ծրագրերն ու գալիք 5 տարիների ռազմավարությունը։ Մենք ներկայացնում ենք մեր Հայաստանում աշխատանքի հաջորդ 5 տարիների գործողությունների ռազմավարական ծրագիրը, որը մշակել ենք շատ երկար խորհրդատվական և տարբեր խորհրդակցություններ անցնելու պրոցեսներով, աշխատել ենք պետական համակարգի մեր գործընկերների հետ, հասարակական սեկտորի հետ, ՄԱԿ-ի մյուս գործակալությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով նոր ծրագրերի առանցքում շարունակում է մնալ բնակչության առողջությունն ու ժողովրդագրական դիմակայունության բարձրացումը։ Մշակել ենք Հայաստանի համար մեր տեսլականը, մեր մասնաբաժինը այն ճանապարհի, որ հաջորդ 5 տարիներին պատկերացնում ենք, որ պետք է լինի։ Մեր մեծ գաղափարն է օգնել Հայաստանին լավացնել ժողովրդագրական դիմակայունությունը։ Սա ենթադրում է, որ պետությունը պետք է կարողանա ճիշտ հասկանալ ժողովրդագրական իրավիճակը, մարտահրավերները և կարողանա ժողովրդագրական իրավիճակը մարտահրավերից դարձնի ավելի հնարավորություններ։ Հնգամյա ծրագիրը նպատակ ունի ապահովել սեռական և վերարտադրողական առողջության որակյալ ու մատչելի ծառայություններ։ Այն կենտրոնանում է նաև գենդերային բռնության կանխարգելման, կանանց ու երիտասարդների իրավունքների պաշտպանության վրա։ Այս ամենը կարևորում է արտաքին գործերի փոխնախարարն ու ընդգծում. Երկրի նոր ծրագրային փաստաթուղթը լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությանն ու ռազմավարություններին, ինչպես նաև Հայաստանի ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի առաջնահերթություններին։ Այս փաստաթղթի հիմնական ուղղություններն արտացոլում են Հայաստանի տեսլականը, ուղղված մարդկային ռեսուրսների զարգացմանը, կանանց ու երիտասարդների ներուժի իրացմանը, ինչպես նաև նրանց հավասար, ակտիվ և նշանակալի մասնակցության ապահովմանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Հատկապես կարևորում ենք ՄԱԿ բնակչության հիմնադրամի աջակցությամբ մշակված Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-40 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումը, որը պետք է դառնա առաջիկա 5 տարիների գլխավոր առաջնահերթություններից մեկը։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը Հայաստանի մարզերում ունի իր շեշտադրումները։ Օրինակ, Բերդում ստեղծել են աղջիկ երեխային նվիրված պուրակ, պատմում է գործընկերն ու ներկայացնում ծրագիրը, որը միասին են արել։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի շնորհիվ ստեղծել ենք նաև Բերդի տարածաշրջանում Սորաններ դենդրոպարկում նեի պուրակը, աղջիկ երեխայի պուրակ, եւ ամեն տարի հոկտեմբերի 11-ը նշվում է աղջիկ երեխայի օրը, նշվում է մեր տարածաշրջանում։ Մենք ունենք նեի դեսպան, մեր կամավորներից Նելին, որը ինքը հավաքական կերպար է աղջիկ երեխայի։ Ծրագիրը նաև առանձնահատուկ ուշադրություն է դարձնում համայնքների երիտասարդների աջակցությանն ու նրանց ոչ ֆորմալ կրթությանը։ Պատմում է Շահարուն ու ընդգծում ձեռքբերումները։ Ծրագրի շահառուներից եմ, սովորել եմ social media marketing եւ այսօր որպես հաջողված պատմություն ծրագրի իրականացման ընթացքում հրավիրված եմ այս միջոցառմանը։ Ձեռքբերումներ ունեցանք social media marketing-ի ոլորտում, սկզբնական ընթացքը կարճ աշխատել եմ, հիմա աշխատում եմ որպես երիտասարդական աշխատող, նաեւ այդ ձեռքբերած հմտություններս ու փորձս կիրառում եմ կենտրոնում փոխանցելով համայնքի երիտասարդներին։ Երբ հասարակությունն առողջ է, կրթված եւ ունի հավասար հնարավորություններ, երկիրը դառնում է կայուն ու զարգացող։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։